Բարև, ես շատ ուրախ եմ այստեղ լինել։ Merci l'Arménie pour votre accueil, je suis très heureux. Շնորհակալություն Հայաստանին ջերմ ընդունելության համար։ Ես շատ ուրախ եմ, որ այստեղ եմ։ Ծնվել եւ մեծացել եմ Մարսելում։ Այնուհետև տեղափոխվել եմ Փարիզ երգչի եւ երաժշտի կարիերան զարգացնելու նպատակով։ Այժմ ապրում եմ Փարիզում եւ Մոնակոյում։ Oui, bien sûr, alors ma famille, mon... Իմ հայրիկը հայկական ծագում ունի։ Նա նույնպես ծնվել է Ֆրանսիայում, Մարսելում, իսկ իմ պապիկը ծնվել է Մարաշում։ Նա եղել է հայկական համայնքի նոտար, ցավոք նա ստիպված է եղել փախչել ցեղասպանության ժամանակ։ Իմ պապիկի անունը Սարգիս է, իսկ տատիկիս անունը Աննիկ։ Այսպիսով ես հայ եմ հորս կողմից։ Եվ իհարկե շատ հպարտ եմ իմ հայկական ծագմամբ։ Իմ հանդիպումը Շարլ Ազնավուրի հետ նույնպես մեծ նշանակություն է ունեցել իմ թե արտիստական, թե անձնական կյանքում։ Alors, je suis arrivé à Paris il y a environ... Այսպիսով ես եկա Փարիզ մոտավորապես 15 տարի առաջ, 20 տարեկանում։ Ճիշտ է, դա մի փոքր անհավատալի է, քանի որ ես ծնվել եմ Մարսելում եւ մեծացել եմ Նիցայում։ Հետագայում ծնողներս տեղափոխվեցին Ֆրանսիայի հարավում գտնվող Բանդոլ կոչվող փոքր քաղաք, եւ ես Շարլ Ազնավուրի պես մեկնեցի Փարիզ, բախտս փորձելու։ Պատիվ ու երջանկություն է, որ իմ ճանապարհին հանդիպեցի Շարլ Ազնավուրին։ Sur du papier d'Arménie, un enfant qui a grandi sur le pavé de Paris. Profession, ce métier, je crois que... Այս մասնագիտությունը, այս գործը, կարծում եմ, իրականում ընտրություն չէ։ Ավելի շուտ դա կոչում է։ Կարծում եմ ավելի ճիշտ կլինի ասել, երաժշտությունն է ընտրում մեզ եւ տանում է մեզ իր մոտ։ Ես իրականում չեմ ընտրել երգչի մասնագիտությունը։ Մի օր պարզապես սկսեցի երգել։ Երգեցի Փարիզի Աստվածամայրը մյուզիքլից մի երգ։ Մյուզիքլում մեր հայրենակիցներից Պատրիկ Ֆիորին եւ Էլեն Սեգարան էին հանդես գալիս։ Ես կատարում էի Բել երգը։ Այդպես սկսեցի երգել ու բացահայտել իմ ձայնը։ Հետագայում հաղթեցի Գրեն դեստար աստղային սերմեր, կոչվող մի շատ կարևոր մրցույթում Ֆրանսիայում։ Դրանից հետո շարունակեցի զբաղվել երաժշտությամբ։ Փաստորեն ես իրականում չեմ ընտրել այս մասնագիտությունը, ավելի շատ երաժշտությունն էր, որ տարավ ինձ իր ճանապարհով։ C'était bien, c'est alors là vraiment pause. C'était bien, quand j'y pense. L'adolescence. Ah, c'est plus vite. L'adolescence. J'ai pas une grande expérience de ce pays. Այս երկրի մասին շատ բան չգիտեմ։ Ես այստեղ երկրորդ անգամ եմ, բայց շատ եմ հուզվում, բազմաթիվ էմոցիաներ եմ ապրում, վերադառնալով իմ նախնիների երկիր։ Այս երկիրը շատ հյուրասեր է, շատ առատաձեռն, ինչն առավել եւս հիանալի է ու արժանի հարգանքի, քանի որ հայ ժողովուրդը շատ տառապանք է տեսել եւ դեռևս շարունակում է տառապել։ Մենք շրջապատված ենք մեր հանդեպ թշնամաբար տրամադրված երկրներով, եւ ես համարում եմ, որ հայերը շատ քաջ, շատ ուժեղ եւ մարտական մարդիկ են։ Ես իհարկե մեծապես հարգում, սիրում եւ կապված եմ հայ ժողովրդին, քանի որ ես նույնպես հայ եմ իմ սրտով եւ արյունով։ Շատ յուրահատուկ է ամեն այցս, եւ ես հույս ունեմ հանդիպել մարդկանց ոչ միայն Երևանում, այլ նաեւ ամբողջ Հայաստանում։ J'essaie d'imaginer que le corps a ses raisons. Et si l'imaginait, le corps l'ignore à sa façon. J'ai aimé les dolmas. Ես շատ սիրեցի տոլմա ուտեստը։ Ընդհանուր առմամբ ամբողջ հայկական խոհանոցը, մարդկանց ժպիտը, առատաձեռնությունը, նաև ճարտարապետությունը։ Կարծում եմ, այն հզոր է, պատմությամբ լեցուն, եւ եկեղեցիները նույնպես շատ գեղեցիկ են։ Ես պետք է գնայի Սևանալիճ լուսանկարելու համար, բայց ցավոք ժամանակը շատ սուղ էր եւ չկարողացա գնալ այս անգամ։ Հաջորդ անգամ անպայման կայցելեմ, որովհետեւ շատ հետաքրքիր եւ զարմանահրաշ պատմություններ եմ լսել։ Եթե ես նույնպես կարողանամ ընդունել այս էստաֆետը եւ դարձնել Հայաստանը ճանաչելի ամբողջ աշխարհին, ինչպես Շարլ Ազնավուրն էր անում իր կյանքի ընթացքում, առնչվեմ նրա թողած հետքին եւ մշակութային ժառանգությանը, որը նա մեզ նվիրեց, ապա շատ հպարտ կզգամ ինձ։ J'essaie d'imaginer que le corps a ses raisons. Et si l'imaginait, le corps l'ignore à sa façon. Évidemment, je dors
notre temps. Des milliers de pensées dans la tête, des mélodies percées par elle et par les fantômes de l'insomnie. Je fais des tours et des tours jusqu'à l'agonie. Je regarde l'heure, il est que 2h du matin. Des milliers de pensées dans la tête, des mélodies percées par elle et par les fantômes de l'insomnie. Je fais des tours et des tours jusqu'à l'agonie. Je regarde l'heure, il est que 3h du matin. Ah oui, à Paris, on est une diaspora. Այո, Փարիզում մենք մեծ հայկական համայնք ունենք։ Ունեմ իհարկե ընկերներ հայկական արմատներով։ Ես բախտ եմ ունեցել 2010 թվականին, այսինքն ավելի քան 10 տարի առաջ, հանդես գալ Պատրիկ Ֆիորիի համերգների բացմանը։ Իրական անունը Պատրիկ Շուշայան է։ Դա լավ փորձառություն էր ինձ համար։ Եվ իհարկե ես ամուր կապեր ունեմ շատ ֆրանսիացիների հետ, որոնք նույնպես ծագումով հայ են։ Իմ կապը հայկական համայնքի հետ չի ասի թե շատ ուժեղ է։ Որպես արվեստագետ ես հատում եմ համայնքների սահմանները։ Ես աշխարհի քաղաքացի եմ եւ երգում եմ բոլորի համար նույն ջերմությամբ, նույն կրքով։ Բայց իհարկե ֆրանսահայերի հետ կապն առավել յուրահատուկ է, քանի որ դրանում եղբայրության շունչ կա։ Ես շատ ֆրանսահայ ընկերներ ունեմ Փարիզում եւ Մարսելում։ Ես ճանաչում եմ հայ երգիչներից մի քանիսին։ Գիտեմ Աթենա Մանուկյանին, ընկերներ ենք։ Գիտեմ Ռոզի Արմենին, գիտեմ Նունե Եսայանին, գիտեմ նաև մի երաժիշտ Լևոն Մինասյանին, որը պարզապես անհավանական դուդուկահար է։ Անկեղծորեն կասեմ, որ ես շատ եմ սիրում հայկական երաժշտությունը եւ հայկական փոփ երաժշտությունը, բայց իրականում այնքան լավ չեմ ճանաչում հայ արտիստներին։ Կան իհարկե ուրիշներ էլ, կարող եմ էլի նշել, բայց ճիշտն ասած, մենք որպես արտիստներ, երաժիշտներ այնքան շատ ժամանակ ենք անցկացնում ստուդիայում, երգելով եւ ձայնագրվելով, որ մի ժամանակ չի մնում նույնիսկ ֆրանսիացի, իտալացի կամ ամերիկացի արտիստներին լսելու։ Մենք ոգեշնչվելու համար հաճախ լսում ենք տարբեր մշակույթների, տարբեր երկրների ներկայացուցիչների, բայց խոստանում եմ ել ավելի շատ լսել հայ արտիստներին։ Sur un nouveau départ, tu m'as ramassé en bas dans mon trou noir. L'espoir fait revivre, même si ça fait mal. À l'intérieur je vibre, même si je parais normal. Et tout s'est éclairé, mes doutes tout ont volé en éclats. Je veux tout emporter. J'emmêler nos malaises pour jouer. Je veux tout emporter. Maintenant je suis prêt à jouer. Je veux tout emporter. Je crois que la sensibilité et la souffrance de notre Ես կարծում եմ, որ մեր ժողովրդի ապրումներն ու տառապանքը ազդել են ինձ վրա, հատկապես որ մայրիկս էլ հրեական ծագում ունի։ Այսինքն, ես երկու ցեղասպանություններից եմ սերում, մեկը մորս կողմից, մյուսը հորս։ Ոստի անշուշտ, դա ազդեցություն է թողել ինձ վրա, թե որպես արտիստի, թե որպես մարդու։ Իհարկե, իմ մեջ կրում եմ այդ թախիծը, ինչպես Շարլ Ազնավուրը։ Ես հնարավորություն եմ ունեցել նրա հետ այդ թեմայով զրուցելու։ Ազնավուրն ինձ ասում էր, որ շատ վաղ հասակում երբեմն այնպիսի մտքեր ուներ, որոնք այնքան էլ դրական չէին։ Որոշ թեմաների շուրջ անհանգստություններ ուներ, այնպիսի մտքեր, որոնք սովորաբար չես ունենում 7 կամ 8 տարեկանում։ Եվ ես կարծում եմ, որ երբ այդ տարիքում 7-8 տարեկանում մենք այդպիսի մտքեր ենք ունենում, դա նույնպես կապված է նրա հետ, որ մենք այդ ժառանգության կրողն ենք, կրում ենք մեր ժողովրդին պատուհասած այդ ցավը։ Եվ կարծում եմ այսօր առավել քան երբևէ կարևոր է, որ մենք կարողանանք մեր երկիրը Հայաստանը ճանաչելի դարձնել ամբողջ աշխարհով մեկ։ Եվ այսօր դա իմ առաքելություններից մեկն է, իմ արվեստի, իմ մասնագիտության միջոցով որպես արտիստ եւ որպես հայ մշակույթի դեսպան ամբողջ աշխարհում։ On n'a plus qu'à se taire, on n'a plus qu'à le faire. On se jette en arrière, on efface tout, plus rien n'est flou. Je vais changer tout, je vais changer tout ce que j'ai cassé. Je vais changer tout, je vais changer, on n'a plus qu'à s'aimer. Non, je suis comme franchement Ես ինչպես որ կա, այնպես էլ ասում եմ։ Ես անկեղծ ասած ֆրանսիացի եմ, ծնվել եմ Ֆրանսիայում, ֆրանսիական մշակույթն է իմը։ Ես մեծացել եմ Ֆրանսիայում։
Այսինքն, ես չեմ ասի ձեզ այսօր այնպիսի բաներ, որոնք իրականությանը չեն համապատասխանում։ Ես մեծացել եմ ֆրանսիական մշակույթով, ծագումով հայ եմ։ Ես 100%-ով ֆրանսիացի եմ, բայց նաև 100%-ով հայ, իմ արմատներով։ Բայց իմ մշակույթը ֆրանսիական է, եւ Հայաստանը կրում եմ իմ սրտում։ Իմ պապիկ Սարգիսն ինձ շատ է պատմել այն տառապանքի մասին, որ ինքն ապրել է, երբ պետք է փախչեր ցեղասպանության տարիներին։ Հիշում եմ, ես 8 կամ 9 տարեկան էի, եւ իմ պապիկը, որը մահացավ 104 տարեկանում, այդ տարիների մասին էր խոսում, մեծ հուզմունքով, արցունքն աչքերին, թեև դա եղել էր 80 տարի առաջ։ Մենք կրում ենք այդ ժառանգությունը, եւ կարծում եմ, հենց նման բաներն են ինձ դարձրել այնպիսի արտիստ, ինչպիսին ես եմ այսօր։ Մարտական, վճռական, խիզախ։ Բախտս շատ է բերել, որ աշխատել եմ Շարլ Ազնավուրի հետ, ոգեշնչվել նրա աշխատանքային մոտեցումով, մանրուքների նկատմամբ նրա ուշադրությամբ, կատարելության ձգտումով, նրա կարգապահությամբ։ Ես ունեցել եմ լավագույն ուսուցիչը, ում կարելի էր ունենալ։ Soleil à l'horizon, les chemins contestent sont les bons, à croire qu'on a oublié le passé. Là, je suis en Arménie pour quelques jours. Հիմա ես մի քանի օրով Հայաստանում եմ։ Մի քանի ելույթ ունեի, ինչպես նաև մասնակցում էի հեռուստահաղորդումների, հանդիպում հայաստանյան մի շարք լրատվամիջոցների հետ։ Բացի այդ, ունեինք մի քանի պաշտոնական հանդիպում նախարարի տեղակալ պարոն Դանիել Դանիելյանի հետ, որը շատ ջերմորեն ընդունեց մեզ, եւ հենց այսօր Երևանի քաղաքապետի մշակույթի գծով տեղակալի հետ։ Այս երեկո մենք ներկա կլինենք նաև դեսպանատան պաշտոնական ընդունելությանը։ Պաշտոնական հանդիպումների ընթացքում քննարկում ենք որոշ թեմաներ, ինչպես նաև մշակութային ու երաժշտական նախագծեր, որոնք նախատեսվում են 2026 թվականին։ Քննարկել ենք իմ նոր համերգային ծրագիրը։ Բաքյանը երգում է Ազնավուր, Բաքյան sings Ազնավուղ։ Այն շատ կարևոր է ինձ համար։ Այս համերգի ընթացքում ես չեմ նմանակելու Շարլ Ազնավուրին, չեմ փորձելու կրկնօրինակել նրան, այլ կկատարեմ նրա երգացանքը իմ անհատական մոտեցմամբ եւ զգացողությամբ։ Սա մի համերգային ծրագիր է, որը հարգանքի տուրք է Շարլ Ազնավուրին, սակայն կներառի նաև երբևէ չհրապարակված երգեր, այն երգերը, որոնց համահեղինակ լինելու պատիվն ունեմ կամ որոնք ստացել են որպես նվեր նրանից, ինչպես օրինակ L'Adolescence, պատանեկություն երգը։ Բացի այդ կհնչեն եւ հանդիսատեսին կներկայացվեն նաև իմ հեղինակած եւ դեռևս չհրապարակված երգերից։ Այսպիսով մենք ունեինք բավականին խիստ, շատ լարված գրաֆիկ ընդամենը 5 օրվա համար։ So I can stand on mountains. You raise me up to walk on some easy. And I am strong when I am on the shoulder. Raise me up to more than I can be. You raise me up to more than I can be. Oui, bien sûr, nous avons beaucoup de projets en... Մենք շատ նախագծեր ունենք Հայաստանում։ Օրինակ Երևանում օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում նախատեսվող համերգը հաջորդ տարի Բաքյանը երգում է Ազնավուր համերգաշարի շրջանակում։ Կլինեն նաև անակնկալներ։ Ամենայն հավանականությամբ կկատարեմ 1 կամ 2 երգ հայերեն, երախտագիտությունս հայտնելով հայ ժողովրդին ջերմ ընդունելության համար։ Մենք իսկապես շատ ծրագրեր ունենք Հայաստանում։ Այս երկիրն անչափ թանկ է ինձ համար, իմ հայկական ծագման պատճառով։ Իմ երկրորդ անունը Սարգիս է, ի պատիվ իմ պապիկի։ Ուստի բնական է, որ մենք Հայաստանում նախագծեր ունենք։ Սա այն երկիրը չէ, որը երբևէ կարող եմ մոռանալ կամ անտեսել, ընդհակառակը։ Թեև որպես արտիստ իմ նպատակը եւ առաքելությունն է երգել ամբողջ աշխարհում, հատկապես Ֆրանսիայում, որտեղ այսօր ապրում եմ, բայց Հայաստանը միշտ ունենալու է յուրահատուկ եւ հատկանշական տեղ իմ սրտում։ Ինչպես նաև Մոնակոն ունի իր ուրույն տեղը իմ սրտում, ինչպես եւ Ֆրանսիան, որի Մարսել քաղաքում եմ ծնվել։ Je porte sur l'Arménie.
Հայաստանի հանդեպ իմ վերաբերմունքը դրանում քնքշություն կա, հուզմունք, մեծ հարգանք ունեմ այս ժողովրդի նկատմամբ, նրա խիզախության, կամքի համար։ Ուժգին է ցանկությունը վեր բարձրացնելու հայկական դրոշը, ներկայացնելու Հայաստանի գույները նախ եւ առաջ Ֆրանսիայում։ Քանի որ ես Ֆրանսիայի հայկական սփյուռքի մաս եմ կազմում, եւ դեռ մանկուց մարդիկ իմ բաքյան ազգանունից հասկացել են, որ ես հայ եմ։ Ֆրանսիայում մանկության տարիներին շատ եմ տառապել դպրոցում, քանի որ իմ համադասարանցիներից շատերը նույնիսկ չգիտեին, թե որտեղ է Հայաստանը քարտեզի վրա։ Ուստի իմ ազգանվան պատճառով հաճախ լսել եմ տհաճ մեկնաբանություններ կամ արտահայտություններ։ Բայց ես պահել եմ իմ ազգանունը, պահել եմ իմ արմատները։ Իմ իսկական ազգանունը Չեբլաքյան է, բայց մենք այն կրճատել ենք դարձնելով Բաքյան, քանի որ Ֆրանսիայում լրագրողները դժվարանում էին արտասանել Գրեգորի Չեբլաքյան։ Այդպես պաշտոնապես կոչվեցի Գրեգորի Բաքյան։ Իդեպ Շարլ Ազնավուրը հենց ինքն ինձ խորհուրդ տվեց պահել Բաքյան տարբերակը։ Նա ինձ հաճախ Բաքյան էր ասում, իր ձևով արտասանելով, հաճախ ասում էր Բաքյան, Բաքյան, Բաքյան։ Մի անգամ հարցրեցի նրան. «Ըստ ձեզ Գրեգորի Բաքյան, թե Բաքյան»։ Նա ասաց. «Բաքյան, դա կատարյալ է»։ Երբ նման խորհուրդը հնչում է Ազնավուրից, պետք է անպայմանորեն ուշադիր լսել։ Եվ այդ պահից սկսած անունս Բաքյան է մնացել։ Ես կցանկանայի խորին շնորհակալություն հայտնել Հայաստանին ինձ այդքան ջերմորեն ընդունելու համար։ Մի քանի օրերի ընթացքում արժանացա հիանալի ընդունելության, եւ սա միայն սկիզբն է, քանի որ մենք շատ շուտով, սեպտեմբերի վերջին, կվերադառնանք թողարկելով նոր երգ, որը պատիվ ունեցա համահեղինակել Շարլ Ազնավուրի հետ եւ որը սեպտեմբերի վերջին կթողարկվի բոլոր հարթակներում։ Եվ իհարկե, կհանդիպենք լրատվամիջոցների հետ հայ ժողովրդին այս բոլոր գեղեցիկ նախագծերի մասին հայտնելու համար։ Այսպիսով շնորհակալություն։ Շնորհակալություն։ Հիանալի էր, շատ հաճելի էր։ Des milliers de pensées dans la tête, des mélodies percées par